Նույնատապանում հյուրընկալել եմ հանրային գործիչ, բժիշկ, արդեն բոլորին դեմ եմ կուսակցության ներկայացուցիչ Հայկ Մանասյանին, պարոն Մանասյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Բոլորին դեմ եմի շարքերը համալրվում են, մենք տեսնում ենք քաղաքական ուժեր են միանում, անհատներ են միանում, ոմանց հետ համագործակցությունը շարունակություն ունենում է, ոմանց հետ ոչ տարբեր պատճառներով, այնուամենայնիվ այս ստեղծված իրավիճակը թույլ է տալիս որոշ շրջանակների փորձել հասկանալ ի վերջո բոլորին դեմ եմը ում նախագիծն է, այս ընտրություններում ում օգտին է աշխատելու Ինքը բոլորին դեմ է, ինքը իր օգտին աշխատելու եւ այն քաղաքացիների օգտին, ովքեր բոլորին դեմ են։ Ասել որ նախագիծն է, տեսնում եք էլի, մեր նախագիծն է։ Այսինքն նախաձեռնող խումբը մինչեւ մեր միանալը, այսինքն մինչեւ հիմնադիրների միանալը, մեր քաղաքական միավորման։ Նախաձեռնողները նախաձեռնել են, ստեղծել են այսպես ասած քաղաքական պլատֆորմ, ինքնալուծարվող կուսակցություն, որը պետքա Այս դասավորվածքի մեջ փորձի ինչ-որ բան փոխել դեպի լավը, իսկ ովքեր ցանկանում են, որ իրոք դեմ են բոլորին եւ պատրաստ են մի փոքրել իրանց էգոն, իրանց շահերը մի կողմ դնել, որտեղ այդ պարտադիր պայման է, էլի։ Ընթացքում էլ մեր քայլերի մեջ դա պարտադիր է, եթե դու պատրաստ ես քեզ նեղություն տալու կամ պատրաստ չես մի քիչ չեմ ուզում զոհաբերության, բայց այդ տեսակ մի բան էլի, եթե պատրաստ չես, բոլորին դեմում անելիք չունես։ Բոլորին դեմը նախաձեռնվել է։ Բոլորին դեմեմի ես շատ լավ ծանոթ եմ, պարոն Մանասյան, նկատի ունեմ, որ ձեզ փորձում են կապել այս կամ այն ուժի հետ, ասում են նիկոլական ուժ է բոլորին դեմեմը։ Չգիտեմ իմաստը որն է, ես հարցս հետեւյալն է, ասել որ բոլորին դեմեմը այս պահին թիրախավորված է, շատ քաղաքական ուժերի կողմից, եթե թիրախավորված է, ապա ինչու։ Դե որովհետև իրանից բան է ներկայացնում։ Մարդկանց հաշիվների մեջ չի մտնում։ Հաշիվն են նախառնում։ Վերջին հաշվով կարա բարի կամ չար նախանձ լինի։ Շատ պատճառներ կան, բայց ենթադրենք ինչ որ այդ մարդը որ ենթադրում է, որ բան, բոլորին դերում է ինչ որ շարժման, ինչ որ մեկի պրոյեկտ է ենթադրում։ Լավ, ես, այդ ումն է օրինակ։ Ում անունը տակ, ենթադրենք Նիկոլ Փաշինյան։ Մի մասը կարա տենց ասի, մի մասը կարա ասի Սամվել Կարապետյան, մի մասը կարա ասի Ռոբերտ Քոչարյան, մի մասը կարա չգիտեմ ինչ ասի։ Լավ, ի՞նչն է ինձ խանգարում իմ համակիրներով, այսինքն այն քվեով, որ այն համեստ քվեով, որ ունեմ, հա, մարդկանց կողմից վստահություն։ Ի՞նչն է ինձ խանգարում, այդ նույն վստահությունը առնեմ, գնամ այս կամ այն քաղաքական ուժի հետ, մտնեմ քարոզարշավի մեջ, վերջում էլ պատգամավորական մանդատը վերցնեմ, նստեմ Պարլամենտում։ Ի՞նչն է ինձ խանգարում։ Ձեր հրապարակային քննադատությունը եւ նախկիների եւ ներկաների հանդեպ։ Դե ում հանդեպ չի եղել քննադատություն։ Մարդիկ իրար ինչ ասես ասել են, հետո վերին կացել իրար այդ քաղաքական ուժ են դարձել։ Ինչ ասես ասել են, կոպիտ ասեմ։ Պարուր Հարիկյանը դոկ կուսակցության հետ հիմա ընդհանուր է գնում։ Հանրապետականներից չգիտեմ, դեպի Քոչարյան են, դեպի Քոչարյան են գնացել, Քոչարյանականներից դեպի Սամվել Կարապետյան են գնացել, այսինքն որ իրանք իրանց բուն քաղաքական գիծն են ունեցել, քաղաքական թիմն են ունեցել, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանից հանրապետականից եկել են ՔՊ են դարձել, պատգամավոր են նույնիսկ եղել կամ չգիտեմ, կարկառուն ներկայացուցիչ են եղել նրանց ուժերում, հակից եկել դարել են նիկոլական կամ սենց հակառակը ինչ-որ գործընթացներ Ինչ ասես եղել է, այսինքն քաղաքական դաշտում արդյունավետությունն է որոշում նախ եւ առաջ։ Հետո այն մնացածը։ Հիմա ի՞նչն է մեզ խանգարում։ Ես ում էլ քննադատել եմ, ինչքան էլ քննադատել եմ, նաեւ այդ հիմնավորումներն եմ տվել եւ նաեւ նրանց դրական կողմերն էլ եմ ասել։ Էնպես չի որ ասենք ուղակի սենց ուղեղը սանջատած դատողություններն անջատած ուղակի հակակրանք եմ արտահայտել։ Ինտելեկտ է եղել քննադատության մեջ, բացատրությունը տրամաբանությունն է եղել եւ լավ կողմերն էլ ճիշտ կողմերն եմ ներկայացրել։ Եվ հիմա այսպիսով ի՞նչն է ինձ խանգարում, այսպես առանց իբրև թե զարտուղի այսպես դավադրապաշտական մեխանիզմների ուղիղ գնամ ինչ որ մեկի թիմից հանդես գամ։ Ինչ որ բանից խանգարում է, ոչ։ Ասացիք մեզանից բան ենք ներկայացնում, հիմա ես կխնդրեմ, որպեսզի դուք այդ առավելությունները նշեք, այսինքն ինչով է բոլորին դեմեմը այսպես արժեքավոր ու տարբերվում։ Նախ սկսենք հենց ամենասկզբից, որ համարձակություն են ունեցել մեր ընկերները բոլորին դեմ եմ կուսակցություն բացել եւ հետո որ այդ կուսակցությունը
պետրեգիստրով անցել է, այսինքն պետական օղակներում այնտեղ խնդիր չեն տեսել, սա արդեն մարդկանց մոտ այսպես հարց առնում, ինչի կարելի էր։ Էսի առաջին, այո կարելի էր։ Երկրորդ, որ մարդիկ ասում են իրականում ոնց պետքա վարվի այն ընդդիմությունը, եթե մենք դարձանք ընդդիմություն, որը ուղղակի գնալու է գործի գա աշխատավարձ եւ պարգևավճար ստանա, եւ որի քվեն ոչինչ չի որոշելու պարլամենտում, մենք մանդատները դնելու ենք դուրս գանք։ Բայց բազմաթիվ ուժեր հենց այս դերի հույսով գնում են ընտրությունների, հենց այս դերի հույսով։ Ես չեմ նրանց ասում սա լավ է կամ վատ է, լավ են անում։ Իդեպ իմ գնահատականը որ լավ են անում, բայց իրանք այդտեղ վատ են զգում, ասում են փաստորեն մեզանից ավելի, այսպես ասած, խիզախները կամ մեզանից ավելի ազնիվները կան, որոնք ասում են մենք մանդատը դնելու ենք դուրս գանք, մենք այդ դերը մեր վրա չենք վերցնի։ Մենք եկել ենք հարց լուծելու, եթե մեր ներկայությունը հարց չի լուծելու, մենք դա չենք մնա։ Օրինակ, մեր ծրագրերից մեկն է։ Մենք ասում ենք, եկեք համախմբվենք, իշխանափոխություն անենք ու գնանք նոր ընտրությունների։ Իսկ ցանկացած ուժ, որ ասում է եկեք համախմբվենք, համախմբվելուց հետո, այսինքն իշխանափոխություն անելուց հետո Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելուց հետո ինչ է առաջարկում։ Առաջարկում է իրանց վարչապետի տեխնացիով գնալ շարունակել եւս 5 տարի կառավարել։ Մենք հաստատի միակ ուժն ենք, որ ասում ենք, եկեք համախմբվենք, իշխանափոխություն անենք, գնանք նոր ընտրությունների նոր կանոններով, ավելի արդար ու ներառական կանոններով, բացառելով ադմինիստրատիվ ռեսուրսը։ Ոչ ոք էսի չի ասում։ Եվ բնականաբար այս մարդկանց մոտ բանա, չէ՞, էլի ասեմ, բարի կամ չար նախանձի դրսևորում կարա լինի։ Երբեմն քաղաքական փորձառություն ունեցող եւ քաղաքական մտածողություն ունեցող մարդիկ կարան տեսնեն ոչ քաղաքական դրսևորումներ մեր խոսքերի կամ արարքների մեջ։ Դա էլ եմ հասկանում։ Իրանք է կարան այդպես քննադատեն, ասեն, լսեք, դու քաղաքական ուժ եք, բայց այս ինչքան ոչ քաղաքական բաներ եք անում, ոչ դասական քաղաքականության հետ բռնող քայլեր կամ բաներ եք անում։ Դա էլ է նորմալ։ Դա էլ կարա մոտիվ լինի, որ մարդիկ քննադատեն, ուշադրություն են արժանացնում եւ իրոք քաղաքական մտածողության դիրքերից տեսնում են, որ որոշակի ապաքաղաքական քայլեր մեր կողմից, դա էլ ենք հասկանում, բայց ինչու ենք մենք այդպես վարվում, որտեղ իրավիճակն է այդպեսին։ Մենք ոչ թե եկել ասում ենք զրոյական դիրքում ինչպիսի համակարգ, ինչպիսի քարոզարշավ կամ ինչպիսի ընտրություն անենք։ Մենք ասում ենք եկեք տենանք ինչպիսի ընտրությունն է։ Տեսնում ենք, որ ընտրությունները բևեռացված է ադմինիստրատիվ ռեսուրսի եւ օլիգարխիկ ռեսուրսի միջև դաշտը զավթված է պոպուլիզմով, օլիգարխիայով, հովանավորչությամբ եւ այլն։ Այս սրանով է արտաքին քաղաքական հովանավորների փնտրտուքով է օրակարգը հիմնականում ներկայացվում, այսինքն մի մասը արտաքին հովանավորաման գալիս Ռուսաստանում, մի մասը Եվրամիությունում, բայց մեկը չկա, որ կանգնի ասի, այ մարդը մի րոպե էլի։ Մենք մեր ուժերի վրա հիմնվելով, մեր խելքին զոր տալով, պիտի առաջի հերթին մենք։ Իհարկե արտաքին հարաբերություններ էլ կան։ Արտաքին աշխարհքաղաքական կենտրոնների հետ որոշակի պայմանավորվածությունների հասնելու կամ որոշակի հարաբերություններ հաստատելու հարցեր կա, բայց նախ եւ առաջ մենք ներսից պիտի մեր հարցերը լուծենք։ Քաղաքական դաշտը ուրիշ բան է անում։ Ներսը մոռացել են, ներսի փտած վիճակը անտեսում են, ավելին, քանի որ ընտրողի քվեից պիտի իրանք իշխանություն ստանան, այն որ ասում է ձվածեղի խաթր թավի պոչն են պաչում, ես կասեի լպստում, փոխանակ մարդկանց սթափեցնող կոչեր անեն, հանդիմանեն ժողովրդին, թեև Հայաստանում մի ժողովուրդ չի, 1000 տեսակ կամ 10 տեսակ ժողովուրդ կա, Նիկոլ Փաշինյանի ժողովուրդը ուրիշ ժողովուրդ է, Սամվել Կարապետյանի ժողովուրդը ուրիշ ժողովուրդ է, բոլորին դեմեմի ժողովուրդն էլ ուրիշ ժողովուրդ է։ Մի խոսքով այդ, այսպես ասած, համընդհանուր ժողովրդական զանգվածներին փոխանակ սթափության կոչ անեն, փոխանակ քաղաքական գրագիտություն բացատրեն, փոխանակ մարդկանց ոգեկոչեն ավելի բարձր երազանքների դիրքերից երկրի ապագան պլանավորեն, ոչ թե նայեն անցյալում ինչն է վատ եղել, այսօր այդ վատը եթե չկա, արդեն լավ է։ Արդեն լավ չի դա, եթե դու անցյալի նկատմամբ, մենք մեր անցյալի նկատմամբ ենք փորձում ինչ-որ բանով լավ լինել, նախ անցյալի նկատմամբ շատ բաներով էլ վատն ենք կլնում։ Ինչ որ բան փորձում ենք անցյալի նկատմամբ լավ լինել, աշխարհը ուրիշ ստանդարտներով է
աշխատում եւ դու ուղակի մրցակցությունից դուրս ես մնալու։ ստանդարտները։ Աշխարհը ամեն օր առաջա գնում, ոչ թե համեմատվելով Թուրքիան ինչ է կարծում, կամ Ադրբեջանը կամ Վրաստանը ինչ են անում, տենում են հազար ներողություն էլի։ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանում ինչպիսին էր, ահա այսպես էր։ Եկեք թող Վրաստանը դրանից լավը լինի։ Ոչ նրանք լրիվ ուրիշ ստանդարտներով են զարգացման տեմպեր մշակում եւ զարգացման ծրագրեր իրականացնում։ Հիմա մենք երբ ենք դադարելու հետ նայելով, այդ որ առաջ 3-րդ դասարանը, այսօր 5-րդ դասարանը արդեն լավ է։ Չէ, դա հեչ էլ լավ չի։ Դու նայ քո 5-րդ դասարանցիների հետ այլ երկրների, Թուրքիայի 5-րդ դասարանցին, Ադրբեջանի, Վրաստանի, թեկուզ հետսովետական երկրների 5-րդ դասարանցիների հետ, դու որտեղում ես։ Որտեղում ես։ Ահա, այս ամեն ինչը տեսնելով, այս իրականության մենք ասում ենք բոլորին դեմ ենք։ Այս իրականությունը գնահատելով եւ մեր լուծումներն են այս իրականությունը փոխելուն ուղղված կարճաժամկետ կտրվածքով, բացառապես այս ընտրությունների կտրվածքով։ Իսկ երկարաժամկետ ծրագրերը, բոլորին դեմ եմ նախաձեռնության մեջ մտած տարբեր ուժեր ունեն երկարաժամկետ ծրագրերի իրենց պատկերացումը, մենք էլ որպես հիմնադիր ազատակարգ ոչ ֆորմալ կուսակցության խումբ թիմ, մենք էլ մեր պատկերացումներն ունենք երկարաժամկետ կտրվածքով հարցերի լուծման, բայց քանի որ հիմա առջևում ընտրություններ են, գնում ենք բոլորին դեմ եմ ինքնալուծարվող կուսակցության ցուցակով, ես անձամբ կուսակցական չեմ, էլի, այլ այդ ցուցակով գնում ենք այս հարցը լուծելու, այս կարճաժամկետ խնդիրներին լուծում տալու։ Հանրությանը հանդիմանելու մասով, պարոն Մանասյան, դուք ասում եք այս երկրի խնդրեմը Նիկոլ Փաշինյանը չէ, այս երկրի խնդրեմը ժողովուրդն է իր էլիտայով, շարքայինով, չարքաշով եւ արտոնյալներով, մի տեսակ Կներեք ընդհատեմ, ֆունդամենտալ, այսինքն Նիկոլ Փաշինյանը չկար, խնդիրները կային։ Սերժ Սարգսյանը չկար, խնդիրներ էլի կային։ Ռոբերտ Քոչարյանն էլ չկար, խնդիրներ էլի կային։ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մարդիկ ասում են, որ խնդրեմը գերագույն իշխանությունն է, գործադիր իշխանության ղեկավարն է։ Ես կարծում եմ, սա սխալ դիագնոզ է։ Եվ փոխվում են գործադիրի ղեկավարներ, նախագահներ, փոխվում են սահմանադրություններ, փոխվում են պարլամենտներ, նույնիսկ մեր արտաքին քաղաքական կողմնորոշումն է փոխվում է մեր քարտեզը, որ կար, նույնիսկ դա է փոխվում, մեր սահմաններն են փոխվում, սերունդներ են փոխվում, բայց եւ այնպես խնդիրները պակասելու փոխարեն ավելանում են։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ մենք չենք հասկանում իրական խնդրեմը որտեղ է։ Իրական խնդրեմը մեր ժողովրդի հպատակային, այսինքն մի զգալի մեծամասնության, այն մեծամասնության, որը, այսպես ասած, եղանակ է ստեղծում։ Այդ համընդհանուր համագումար հպատակությունն է, ապա քաղաքական լինելն է, քաղաքացի, որպես սրտացավ քաղաքացի իրան չզգալն է, տեղական ինքնակառավարում, մարզային ինքնակառավարում եւ հանրապետական մասշտաբի կառավարում փուլերը չպատկերացնելն է, վերջին հաշվով սեփական երկիր ունենալու ցածր ցանկությունն է։ Սեփական երկիր ունենալը դա գլխացավ է։ Դա մշտապես դա մի պայմանագիր չի խաղաղության։ Ցանկացած պայմանագիր հաջորդ օրը կարա դիմացի կողմը ճղի թափի մի կողմ։ Ցանկացած պահի անկախ երկրի համար կարան խնդիրներ ծագեն, խնդիրներ բուսեն։ Պետությունը դա ամենօրյա քրտնաջան աշխատանք է։ Նախ կայացնելն է խնդրեմ, հետո պահելն է, ել ավելի մեծ խնդրեմ։ Ահա մեր ժողովուրդը ուզում է մեր ժողովուրդը ընդհանուր, այլ եմ ասում, դա մի զգալի մասը, հա, որը եղանակ է ստեղծում։ Մեր ժողովուրդը սեփական պետության ցանկություն կարծես թե չունի։ Փոփոխություն չկա գիտակցության մեջ այդ առումով եւ կա, բայց այդ փոփոխությունը այսպես պետք է ասենք, ուրեմն հետսովետական տարիներին բավականին ակտիվ ա եղել, հենց անկախության շրջանում, հա, հետո այդ ամեն ինչը փոխանակ զարգանար, դեգրադացիա ապրե, արդեն սկսած իմ կարծիքով սկսած 96 թվականից, հա, երբ որ 96 թվականին ընտրությունները մեծ կեղծիքներով հանդերձ, հետո ժողովրդական այդ ալիքը 1996 թվականի, այն որ Վազգեն Սարգսյանն ասում էր 100% ձայնել հավաքեին, ուժայինները չեն ենթարկվի իրանց այսքանից հետո։ Մի խոսքով այդ փուլից սկսած սկսել է ծանր դեգրադացիան, այդ դեգրադացիան հասել է մինչև
18 թվական եւ 20 թվականին արդեն մեծ արհավիրքով, մի խոսքով հիմա չգիտեմ, ինչ որ զարթոնքի թույլ նշաններ կան, բայց սա բավարար չի, սա ընդհանրապես sense կենթանության նշաններ կա, էլի, այսինքն կոմայի մեջ հիվանդն է կենթանի, սպորտսմենն է, որ օլիմպիականում մրցում է, կապ չունի որտեղն է բռնում, նա էլ է կենթանի, նա էլ է ողջ, բայց չես կարող կոմայի մեջ գտնվող հիվանդի ու սպորտսմենի առողջական վիճակը կամ ակտիվությունը կամ ներուժը նույն ձևով գնահատել։ Այս պահին եկեք գովազդային ընդմիջում հայտարարենք մեր եթերում, հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
Հրատապարցեր հաղորդաշարի շրջանակներում հիշեցնեմ, որ զրուցում եմ բոլորին դեմ եմ կուսակցության ներկայացուցիչ Հայկ Մանասյանի հետ։ Պարոն Մանասյան, տարբեր հարցումներով 40-ից 50% բնակչության ունենք, մի հատված ունենք, որը չի գնում ընտրատեղամաս եւ տեր չի կանգնում իր քվեին։ Հիմա դուք այդ մարդկանց ասում եք եկեք, եթե դուք բոլորին դեմ եք, եկեք եւ արտահայտվեք։ Այդ հատվածի հետ կապված նաեւ կարծես թե հավակնություն ունի աշխատելու Լուսավոր Հայաստանի ղեկավար Էդմոն Մարուքյանը, բայց չեք կարծում, որ միայն ասել, որ եթե բոլորին դեմ եք, վեր կացեք, եկեք ընտրատեղամաս եւ տեր կանգնեք ձեր քվեին, սա բավարար մոտիվացիա է մարդու համար, որովհետեւ եթե նա բոլորին դեմ է եւ մնում է տուն, չի գնում քվեարկության, չգիտեմ, իրեն ինչպես իսկապես հանել, տնից բերել ընտրատեղամաս։ Այդ խոսքն սա, որ ասում եմ, պետություն չեն ուզում։ Ինչ է նշանակում պետություն։ Քաղաքացի ես, հա, ուզում ես պետություն, ուզում ես սեփական պետություն, ուզում ես որ դա լինի հանրապետություն։ Երկու ձև կա։ Կամ 3 ձև կա։ Կամ եթե դա հանրապետություն չի, ուրեմն միապետություն է։ Մեկը գալիս է, իր փողերով, իր ունեցվածքով, ինչ կարում ես երկրում անում է, ինչ բարիք էլ կա, տանում է իրանց տուն։ Մեկը օլիգարխիան է, կամ արիստոկրատիան։ Հիմնականում արիստոկրատիան երկար չի ձգում, միանգամից դառնում է օլիգարխիա վատի իմաստով, էլի։ Իսկ փոքր թվով մարդիկ գալիս են, էլի փողեր են բերում, աշխարհում լիքը փող կա։ Հայաստանի համար լիքը մարդ փող կտա, որ Հայաստանը իր շահերին ծառայի, լիքը ուժեր։ Բերում են իրենց շահերին են ծառայեցնում երկիրը։ Եվ երրորդ տարբերակը դա հանրապետությունն է, որ հանրությունը ինքը իր շահերին է ծառայեցնում իր սեփական երկիրը։ Այս սրա համար դու պիտի գնաս ընտրության, կամ դու պիտի տեխնատություն ներկայացնես։ Երրորդ տարբերակը չկա։ Տունը նստել չկա, այդ տարբերակ չի։ Ավելին մեր հիմնադիրների ծրագրի սահմանադրության մեջ հատուկ նշված է, որ մասնակցայնությունը հանրապետականության հիմքն է ընտրություններում։ Եթե դու չես մասնակցում, դա հանրապետական չի համակարգը ուրեմն։ Ուրեմն մի փոքր խումբ որոշում է կայացնում ամբողջի համար։ Հա, հանրապետությունը դա որ մենք ենք որոշում կայացնում մեր ճակատագրի, մեր ապագայի, մեր սերունդների համար։ Եթե մենք չենք կայացնում, ուրիշներն են կայացնում, դա արդեն հանրապետություն չի։ Իսկ ուզում ես հանրապետություն, ուզում ես քեզ հաշվի առնեն, քո կարծիքը հարցնեն, գնա, ուրեմն երկու տարբերակ, կամ ներկայացի որպես տեխնացու, տեսք ով է քեզ նման, եթե ոչ ոք քեզ նման չի, դու ինքդ հավաքի քեզ պեսներին ներկայացեք որպես տեխնացու, կամ գնում ընտրում ես ում ուզում ես։ Եթե բոլորին դեմ եք, այս գաղափարի շարունակությունն է։ Գնացեք ընտրեք բոլորին դեմ եք, բայց մի ասեք, մենք տանը նստեցինք, որտեղ բոլորին դեմ էինք։ Որտեղ մեզ այդ ամեն ինչը բոլորը կեղտոտ են են։ Մենք եթե 100 օրով իշխանություն չվերցրեցինք, մենք այդ 100 օրն էլ չենք մնալու, մանդատները դնելու ենք դուրս գանք։ Դե եկեք քվեարկեք բոլորին դեմ եք, եթե բոլորին դեմ եք։ Եթե դուք իրոք քաղաքացի եք ուզում եք սեփական երկիր, բարով գաք, եկեք, այդ տարբերակ առաջարկված է։ Ընտրություններից հետո այդ թե ինչքան մարդ կգա բոլորին դեմ եմ կքվեարկի, ինչքան մարդ կմասնակցի, դա նաև լնելու է պատկերը մեր ժողովրդի, քաղաքացիական գիտակցության։ Էլ այդ տարբերակը չկա, որ դե ում ընտրեմ, ընդ մեկը չկա, որ իրան ընտրեմ։ Հեսա ձեր համար, հենց հատուկ ձեր համար ներկայացված է։ Բոլորին դեմ եմ տարբերակ։ Հեսի սենց։ Երկրորդը, տեսեք հիմա ընտրակ Քարոզ Արշավին մեծ լսեք ինչ է կատարվում, բայց է շատ կարևոր է, էլի։ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ 2/3 է ուզում, որպեսզի պարզա սահմանադրական փոփոխություններ անեն։ Այո։ Վաղը գալու ասի ես սահմանադրություն եմ փոխում, լեգիտիմություն ունեմ բան, սենց բաներ է խոսալու։ Հիմա հարց։ Մարտ ամսին պետք է պատրաստ լիներ, այո արդեն պատրաստ էր։ Արդարադատության նախարարն ասեց սահմանադրության նախագիծը պատրաստ է։ Ուր է։ Բերեք սահմանադրության նախագիծը դրեք, բերեք քաղաքական քննարկում, քաղաքական օրակարգ մտնի դաշտ, հա, սկսենք իրոք ամբողջ ժողովրդին, այդ որ ասեմ քաղաքականապես կրթելու, հասունացնելու, այս Քարոզ Արշավը դրա համար եկեք օգտագործեք, եկեք այդ հարցերը քննարկենք, եկեք թող ամեն քաղաքական ուժ իր Հայաստանի իր պատկերացրած բանաձևումները տա որպես սահմանադրության նախագիծ, փոխանակ սենց բան անենք, օրինակ կարելի էր, չէ, եթե ես լինեի երկրի ղեկավար, անկախ նրանից վերընտրվելու եմ, թե չեր եմ վերընտրվելու, այս Քարոզ Արշավը կդնեի, սահմանադրություն, մեկը էտա չէ օրակարգում, էտա սպասում է, որ, բայց մինչև այսօր ընտրություններին մնացել է արդեն 1.5 ամիս, 1.5 ամիս է մնացել ընտրություններին, հələ սահմանադրության նախագիծը չի հրապարակել, վերջում էլ եթե հրապարակել, ոչ ոք չի հասնելու դա մանրամասն ուսումնասիրի կամ քննադատի կամ գովերքի,
Այսինքն փոխանակ երկրում, ահա սենց դու եւ քաղաքական ուժերին կհաներ բոլորովին այլ մակարդակի վրա, եթե հրապարակեր սահմանադրության նախագիծը, քո պատկերացրած։ Եվ արդեն բոլորովին այլ մակարդակի քննարկում կգնար, ոչ թե պերաշկին կծելա, թե չի կծել, ձեթոտ ա եղել, թե ձեթոտ չի եղել, կուկուռուզ էր, թե պերաշկի էր, հա։ Այս տեսակ քննարկումներից կանցնեինք այլ մակարդակի քննարկման, ժողովուրդն էլ կլսեր, կծանոթանար եւ վերջում էլ կտենայր, որ մանդատ է ստանում, դու մանդատ ունես սահմանադրություն փոխելու, թե չէ։ Քո մանդատ ունես դու սահմանադրություն, ուր ես դեպի փոխում։ Կամ եթե փոխում ես դեպի ուր ես փոխում սահմանադրությունը, որովհետև հանրակրվեի երբ որ հարցը դրվում է այո կամ ոչ, չի դրվում ընտրությունների պես 3, 4, 5 տարբերակ, մարդը մեկն ու մեկը դրանցից ընտրի իրեն ավելի հոգեհարազատ կամ ընդունելի։ Դու դնում ես այո կամ ոչ, մի տարբերակ ես առաջարկել, ոնց որ հիմա իր քարոզարշավում մի տարբերակ է առաջարկում իշխանությունը, կամ մենք ենք կամ պատերազմ կլինի։ Դա նշանակում է դու մի տարբերակ ասում ես ժողովուրդ նայեք, հա, ստե չկա բազմազանություն։ Իսկ մենք առաջարկում ենք 1% անցումային շեմ, որ ապահովենք բազմազանություն եւ ներկայացվածություն։ Դե գործող իշխանությունը ձեր ասած ճանապարհով կգնար, եթե վերարտադրվելու իր իշխանությունը վերարտադրելու խնդիրը այդքան իր համար հրատապ ու կենսական չլիներ, պարոն Մանասյան։ Այսինքն գործող իշխանությունը, այս կարևորագույն քաղաքական շրջանը, որ ցավոք սրտի ըստ մեր սահմանադրությամբ 5 տարին մեկ է լինում, այս այնօրը ով ասեց կյանքում 12 անգամ է մարդը ընտրության մասնակցում ըստ էության, էլի։ Այսինքն եթե 18 տարեկանից սկսում ընտրությունների մասնակցել, կյանքում 12 անգամ կարա համապետական ընտրության մասնակցի։ Դա այդքան էլ հաճախ չի լինում, ժողովուրդ ջան։ Դա մեր կյանքում այդքան էլ հաճախ չի պատահում։ Ու հիմա մարդիկ կան, որոնք սա կարա իրանց կյանքի վերջի ընտրությունները լինի։ Որպես քաղաքացի, որ կարա գնա քվեարկի, այսինքն դա բավականին լուրջ բան է, էլի այդ ընտրություններին մասնակցելը եւ ընտրություններում այդ քարոզարշավը։ Այսինքն այդ մարդը թքած ունենա այս հազվադեպ երևույթի վրա, նրան այնպես չէ մյուսներն էլ առանձնակի բան են, ասենք ինչ են առաջարկում, այսքան 1000 աշխատատեղ, չգիտեմ, գյուղատնտեսությունը սենց կանենք, նենց կանենք, այ հələ մի րոպե, այ ձեր ցավը տանեմ, ամբողջ աշխարհը գյուղատնտեսությունն է սուբսիդավորում։ Ամբողջ աշխարհը գյուղատնտեսությունը ձեռնտու չի, այսպես ասած։ Ձեռնտու չի, իսկ եթե ձեռնտու է, ուրեմն տեխնոլոգիական գյուղատնտեսությունն է, որտեղ մարդու աշխատանքի այսպես հարցը բավականին քիչ է, այսինքն մարդու աշխատուժ որպես մարդը շատ ավելի քիչ է պահանջում։ Մի խոսքով ասելիքս որն է, որ լրիվ ուրիշ մակարդակի քննարկում մենք կարայինք ունենայինք։ Պարոն Մանասյան, իսկ եթե հայտնվեք խորհրդարանում, ինչու վայր դնել մանդատները եւ օրինակ չմնալ խորհրդարանում եւ փոխել քննարկումների բովանդակությունը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը եւ ենթադրենք ըստ տարբեր կանխատեսումների Սամվել Կարապետյանի ուժը իրար պասերով այդպես չանցկացնեն բանավեճերն ու քննարկումները, այլ դուք փոխեք այդ մարդկանց քննարկումների թեման, լրջացնեք։ Որովհետեւ գնացել ենք բոլորին դեմ եմ քվեաթերթիկով։ Հասկանում եք, բոլորին դեմ եմ քվեաթերթիկով, եթե գնում ես չես կարող։ Իսկ առաջարկ կա քաղաքացիներից, որ եթե մենք ձեզ քվեարկենք, մի դրեք մանդատները։ Տենց բան կա, բայց բոլորին դեմ եմ ինքնասահմանափակող թերթիկում падգամավորության տեխնացու ներկայացնողը ստորագրում է, որ ինքը մանդատը դնելու է, եթե այդ 100 օրվա իշխանությունը չստացվեց։ Ես ասեմ, այնքան էլ էս ամեն ինչ իմ սրտով չի եղել ի սկզբանե, բայց քանի որ պետք էր համախմբվել, այսպես կտոր մանավանդ մեր պես ուժերը, հա, նորաստեղծ, նորահայտ թիմերը մենակ գնալու այսպես մեծ շանսեր չունեն, որոշել ենք հավաքվենք, իրար գլխու գանք ու բոլորին դեմեմի տրամաբանությունը այսպես թե այնպես պիտի ընդունես, որտեղ այդ քվեաթրթիկի համար է մարդը մանդատ տալիս, չես կարա դու այդ տրամադրված մարդուն ասես արի տանը մի նստի, արի բոլորին դեմ եմ քվեարկի, վերջում ասես պարզվեց բոլորին դեմ չէ, դու ինձ էիր կողմ, բոլորին դեմ էիր բացի ինձնից, քանի որ դու պիտի տերը լինես, էլի ազնվություն ունենաս եւ սկզբունքայնություն ունենաս, տեր լինես քո ասածին։ Եվ քանի որ մենք երկարաժամկետ, ասենք ես 46 տարեկան եմ, առաջիկա հույս ունենամ, որ առաջիկա տասնամյակներում կլինեմ ես քաղաքականության մեջ, այդպիսի նպատակ ունեմ, թեև ասեմ, սա շատ անդուր, տհաճ, ոչ ձեռնտու, անշնորհակալ գործ է, այդ էլ ասեմ։ Բայց եւ այնպես պետք է, երկրին դա պետք է։ Եվ սա էլ կլինի այն սկզբունքայնության դրսևորումը, որով մենք հանրությանը ցույց կտանք կամ կապացուցենք, որ տեսեք, որ մենք
փոխում ենք այն հազար ներեգություն բջոտ քաղաքականությունը, որ քաղաքականությունը դա անբարոյականություն է, Կարող ես մի բան խոստանալ, ոչ, դա այդպես չի։ Քաղաքականությունը այն է, ինչով որ դրան զբաղվում։ Եթե անբարոն է զբաղվում, այո, դա անբարո բան է։ Եթե բժիշկն է զբաղվում, դա բժշկություն կլինի։ Եթե ինժեներն է, դա ինժեներիա է։ Եթե, չգիտեմ, զինվորականն է, դա մարտարվեստ է կամ չգիտեմ, պայքար է եւ այլ։ Ամեն մեկը իր տեսակով, իր առանձնահատկություններով քաղաքականությունը ընկալում եւ ներկայացնում։ Եվ մենք ուզում ենք փոխենք այդ պատկերացումները, որ քաղաքականությունը անբարո է, հակառակը, ժողովուրդ ջան, սեփական պետություն ունեցող ժողովուրդները ուղղակի չեն կարա քաղաքականությամբ չզբաղվեն եւ չեն կարա լինեն քաղաքական։ Ընդհանրապես պետությունը դա քաղաքական կազմակերպություն է։ Օրինակ կներեք, թույլ տվեք ասեմ, էլի։ Ասենք մարդիկ ասում են, ես կուսակցական չեմ, չէ՞։ Yani ես քաղաքականության հետ մեկ կապ չունենք, բայց դու քաղաքացի ես, հա։ Ուրեմն դու արդեն քաղաքական կազմակերպության անդամ ես։ Քաղաքացին դա քաղաքական կազմակերպության ամենալուրջ, ամենակայուն եւ ամենահարատև քաղաքական կազմակերպությունը, որ կա աշխարհերին դա պետությունն է։ Եթե դու քաղաքացի ես, դու պետության անդամ ես, դու արդեն քաղաքական կազմակերպության անդամ ես, եւ դու չես կարող քաղաքականություն չանել, ուղղակի չես կարող, եթե դու քաղաքացի ես։ Եթե հյուր ես, տուրիստ ես կամ հպատակ ես, այո, այդ դեպքում դու քաղաքականություն չես անում, դրա համար կան առանձին մարդիկ, իսկ ավելի ճիշտ առանձին, այսպես խավ, առանձին կաստա, որոնք զբաղվում են քաղաքականությամբ սերնդեսերունդ։ Իսկ դու որպես ռամիկ, քեզնից էլ հետո էլ ռամիկ, քո սերունդներն էլ, թորնել էլ, բոլորդ որպես այսպես ապաքաղաքական հպատակներ ապրում եք, որտեվ բայց ես սա չեմ ուզում մեր քաղաքացիների համար, ես Հայաստանի ու հայ ժողովրդի համար սա չեմ ուզում, ավելին ժամանակակից պատկերացումներով, հա, ազգը նույնիսկ դա քաղաքական կատեգորիա է, այսինքն պետականորեն կազմակերպված ժողովուրդը դառնում է ազգ, պետականորեն կազմակերպված քաղաքականանալով, իսկ մշակութայինը, էթնիկը, էթիմիկո, այդ լավ է, կրոնականը, այդ լավ է, այդ վատ չի, բայց եթե դու ուզում ես ազգ լինես, դու չես կարա չլինես քաղաքական։ Պարոն Մանասյան, երկրում կան բռնաճնշումներ այս պահին ոչ ֆորմալ այս քարոզարշավի շրջանակներում որ դեպքերով սելեկտիվ արդարադատությունը հենց արդեն բռնաճնշում է, էլի։ Մարդուն բռնում են ինչ որ մի բանի վրա, ասենք խախտման վրա, բայց դա օրինակ, հենց բան, որպես փաստաբան չլինի, բայց ես միշտ էլ բան է, էլի, ժողովուրդ, անկախ նրանից ում ոնց են վերաբերվում, ճիշտը մնում է ճիշտ։ Հիմա Սամվել Կարապետյանի տարբեր ուժեր, ես գիտեմ, որ իրանք օրենքի խախտումով ընտրակաշառք են փորձում բաժանել, լավ սենց ասեմ։ Ես գիտեմ, ես չեմ ասում այն գաղտնա լսված ձայնագրությունները միայն։ Ես ինքս ներքուստ գիտեմ, որ դա նրանք անող են։ Նրանք ավելի փիս բաների են ունակ, բայց նրանց մեղադրել ընտրակաշառքի մեջ այն դեպքում, երբ որ առանց բյուջեի սահմանման, առանց պարլամենտի, թոշակների բարձրացում տեղի ունեցավ 10,000 դրամով, սա ընտրակաշառքի ԿՊ-ի կողմից, իշխանությունների կողմից, ընտրակաշառքի պետական մակարդակով ինստիտուցիոնալացում էր։ Սա խայտարակություն էր։ Մեր ժողովուրդը որպես ոչ քաղաքական ժողովուրդ, սրա մի կողմն է նայում, կարևորը քյարը անձի։ Սենց էլի։ Այդ էլի ասում բջոտ վիճակ էլի ինձ ձեռա տալի։ Բայց դա ճիշտ չի ախր, դա ազնիվ չի։ Հիմա էս թույլ տալ եւ գնալ նրանց ասել դուք բանը աշխատողներ եք վարձում, փող եք տալի, որոնք իրանց բարեկամներին պետք է բերեն ձեր օգտին քվեարկացնեն։ Սա ինչքանով է իրավական եւ բարոյական։ Օրենքի առաջ բոլոր են հավասար։ Օրենքը բոլորի համար նույնն է։ Բոլորի համար։ Չի կարա մեկի համար օրենքը մի ձև աշխատի, մյուսի համար այլ կերպ աշխատի։ Էսի բռնաճնշում չի ինչ է։ Հենց ամենաթարմ օրինակն եմ ասում։ Եթե գնանք սրբազանների ձերբակալությունները, էսի մի հատ ուրիշ օրինակ։ Էլի բռնաճնշումների։ Դրանից առաջ էլ կալանք սելեկտիվ արդարադատությունը դա արդեն բռնաճնշում է։ Սելեկտիվ հսկողությունը, ստուգումները, չգիտեմ ինչերը, բռնաճնշում է։ Հենց այսօր բժշկական աշխարհում բժիշկներին արգելված է այս ապահովագրության թերություններից եւ իրենց աշխատավարձի խնդիրներից խոսալ, արգելված է։ Այսինքն, ասած ասած հազվադեպ կարա լինի աշխատավարձի բարձրացում, բայց շատ տեղերում աշխատավարձը նույնն է մնացել, գործը կրկնապատկվել է։
բայց աշխատավարձի իջեցում չի ինչա։ Եթե ձեզ հիմա կրկնակի ավելի շատ աշխատացնեն նույն փողը տան, դա չեղավ աշխատավարձի նվազում, բայց բռնաճնշումներ կան, վարչահրամայական, որ սրա մասին պետք չի խոսալ, հարցազրույցներ պետք չի տալ, փորձեք զանգեք մի հատ հələ բժիշկների հետ տեսեք, կար պոլիկլինիկայում զանգեք տեսեք, կարաք հարցազրույց վերցնեք։ Ամփոփելով, պարոն Մանասյան, օտար երկրա միջամտություն տեսնում եք այս պահին ներընտրական process-ներին եւ որ կողմից եք տեսնում։ Ամբողջ Հայաստանը օտարերկրյա միջամտությունների մաղի պես, քամի պես, քամը գիտեք չէ ինչը, մաղի պես ծակոտկեն օտարերկրյա միջամտություններով այսպես մխրճված Վանո Սիրադեղյանը իր հարցազրույցում այդ վերջի հարցազրույցներում այդպիսի բան ասում է օտարերկրյա գործակալական ցանցերի կողմից ասպատակված Հայաստանս այդպիսի ձևակերպում ունի ստույգ բառերով չեմ ասում բայց մոտավորապես Հայաստանը ասպատակված է ու ասպատակվում է արտաքին միջամտությամբ Թուրքիայից, Ադրբեջանից, Միացյալ Նահանգներից, Եվրամիությունից, Ռուսաստանից, Իրանից չգիտեմ, մի որոշ չափով, մի քիչ հիմա անուններ չեմ ուզում տամ, ազգային ազատագրական Նախիջևանը վերադարձնող ուժեր, չգիտեմ գիտակցաբար թե անգիտակից, ռուս-իրանական գիծն են, ռուս-իրանական շնչով են, նրանց գոնե ղեկավարները, ովքեր Նախիջևան են ազատագրում, նրանք ռուս-իրանական այդպես հովերով են այդպես վստահ Նախիջևան ազատագրում, օրինակ, որոշակի Իրանից էլ կարա լինի, հա, բայց հիմա Իրանի գլուխը այնքան խառնա, որ բանը դրան չի հասել, հերթը Հայաստանի ներքաղաքականին չի հասնի, բայց մնացածը թե ֆինանսապես, թե քաղաքական աջակցությամբ, ես Հունգարիայի բանից օրինակ բերեմ, իհարկե չընտրվեց Օրբանը չընտրվեց, բայց ուրեմն Քարոզ Արշավի ժամանակ, հանդիպում ընտրողների ժամանակ, J.D. Vance-ը ամբիոնից հերիս չի աջակցում է Օրբանին, մի հատ է զանգում է, ես չգիտեմ դուք տեսել եք այդ տեսանյութը, զանգում է Թրամփին, բարձրախոսը միացրած, Թրամփը ընդեղից շնորհավորում է Օրբանի համակիրներին, պատկերացրեք ինչ մասշտաբի արտաքին միջամտություն, հիմա Հայաստանում այս աստիճան չի, բայց J.D. Vance-ի գնալ գալը, դա միջամտություններ, Իրանի Պուտինի ասածը հայտարարությունները, Պուտինի հայտարարությունը, սրանք միջամտություններ են, որոնք նորմալ պետությունում պետք է մարդիկ ընկալեին որպես ամենափիս հայոյանքի պես մի բան եւ ամեն ինչ անեին դա բացառելու համար։ Եվ դրա համար եմ ասում, խնդիրը ոչ թե իշխանություններն են իրար փոփոխող եւ դրանից խնդիրները չպակասող, այլ ավելացող։ Խնդիրը մեր ժողովուրդն է, որ այս տեսակ բաներին մատների արանքով է նայում, բայց ժողովուրդ ջան, եկեք իրոք դառնանք քաղաքական, դա սովորելու բան է։ Ճիշտ է, մշակույթ կա մեր մեջ որոշակի, եկեք դառնանք քաղաքական, դա սովորել կարելի է, պայմանավորվել կարելի է, ձեռ-ձեռի բռնել, իրար օգնել կարելի է, ու այն ժամանակ մենք մեր երեխեքին գոնե ու մեր թոռներին կթողնենք լավ Հայաստան, լավ Հայաստանի Հանրապետություն։ Պետք է աշխատենք։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի բոլորին դեմ եմ կուսակցության ներկայացուցիչ, հանրային գործիչ Հայկ Մանասյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։